Այսօր քննարկումը սկսում ենք առցանց on-line բանավեճից, այս հեռահար բանավոր ճակատամարտում կարծես մասնակցում էին բոլորը նախկիններից ներկաններ, ավանդականներից մինչև այլընտրանքներ։ Այս հերթական, տխուր և ոչ մեկին պատիվ չբերող իրականությունը ծավալվում էր Գյումրի քաղաքի ընտրություններին ընդառաջ։ Facebook-յան գրառումները, տարբեր հարթակներում գրառումներն ու ուղերձները անում էին անգամ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք երբևէ գրառմամբ հանդես չէին եկել։ Դրանք որոշակի հատվածներով կներկայացնենք ձեր ուշադրությանը, բայց սկսենք մեր քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումից, իր էջում վարչապետը գրում է, մեջբերում է. Երկու կիսամարժ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ, նկատի ունենք Փաշինյանին, իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք ձեզ ով է ժամանակին իշխանության բերել, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար ուզուրպատորներ, հավելում է վարչապետը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այսպես հավաքական նախկիններին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա, ամփոփում է վարչապետը։ Իդեպ ակնհայտ է, որ ինչքան որ մոտենում է Գյումրիում ընտրության օրը, այդքան ավելի խտանում են գույները, ու արդեն պարզ է դառնում, որ բավականին համառ պայքար է ընթանալու Գյումրիում և ինչ-որ տեղ հայրաքաղաքը գուցե և կանխատեսելու է 2026 թվականի կայանալիք ընտրությունը։ Վարչապետ Փաշինյանը իր բոցավառ ելույթով Գյումրիում հանդես եկավ և կարծես թե այս բանավոր ճակատամարտի մեկնարկը տվեց։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչու է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու և մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Իդեպ ենթադրում եմ, որ Փաշինյանի հենց այս ելույթը շարժառիթ հանդիսացավ, որ խոսի անգամ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով հիշեցնենք հրաժարական էր տվել, իր ծավալուն ուղերձում, որ հրապարակված է համացանցում, մի քանի ուշագրավ դրվագներ են առանձնացված, մենք հիմա կներկայացնենք ձեր ուշադրությանը, մեջբերեմ իր խոսքը. Վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ, հայտարարելով Սևբերդ ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին։ Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերում է ոչ թե Սևբերդ ամրոցին, այլ դրան հարակից հողերին։ Իդեպ ես հիշեցնեմ, որ փետրվար ամսին նախմկահարույց վերնագրեր էին հայտնվել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ըստ քննչական կոմիտեի 70-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը առնչվում է Գյումրիի պատմական Սևբերդ ամրոցի հարակից հողամասերի օտարմանը, որի շրջանակներում տնային կալանքի տակ է նախկին քաղաքապետի որդին գործարար Խաչատուր Բալասանյանը։ Նա ըստ իրավապահների կիրառված կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ դարձել է հոր օտարած հողատարածքների
վերջին գնորդը։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Սամվել Բալասանյանին նկատմամբ հետախուզում հայտարարելուն, ապա ըստ իրենց պաշտպանյալների նա այս պահին արտերկրում է բուժում ստանալու նպատակով, երբ առողջական վիճակը թույլ տա, նա վերադառնալու է եւ ներկայանալու է նախաքննական մարմին։ Բալասանյանը ըստ իրավապաշտպանների թաքնվելու որևէ պատճառ չունի։ Սամվել Բալասանյանը անցած տարեվերջից Միացյալ Նահանգներում է բնակվում, որդին ձերբակալվել էր հոր մոտ մեկնելու ճանապարհին Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Հենց այս քրեական գործից հետո Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքը իր ողջ կազմով հրաժարական տվեց։ Եվ վերադառնալով Բալասանյանի գրառմանը, բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել Սևբերտ ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում, մասնավոր անձից, եւ ինչ է դարձել հիմա մշակութային, մարզական, պետական, որոնց մասնակցել ես ինքդ, նկատի ունի ամենայն հավանականությամբ վարչապետ Փաշինյանին, ինչ մակարդակի միջոցառումներ են տեղի ունենում Սևբերդում, բացառապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է նորից անվճար, ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10%-ն այն ամենի, ինչ արել է Սևբերդ ամրոցը, մեր քաղաք 100 հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ 1 այցեքարտը, նշում է Բալասանյանը։ Հիմա, ընկերներ, այս ամենի ֆոնին Փաշինյանը հեղափոխական իրեն բնորոշ ձևաչափով կրկին Գյումրիում հայտարարում է։ Շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Չի ավարտվելու այդ շարքը եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաեւ ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ընդդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, Ящик առ ящик։ Վարչապետ Փաշինյանի մամլոք-քարտուղար Նազելի Բաղդասարյանը անգամ հանդես է գալիս Facebook-յան գրառմամբ, մխրճվելով այս բանավեճի մեջ, վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության եւ ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են եւ օրինական ճանապարհով ամեն բան հատիկ առ հատիկ վերադարձվելու է, ամփոփել է Բաղդասարյանը։ Ընկերներ, ուսա կարծես բավական չէր, բարձր մակարդակով քննարկվել է անգամ, ավելի ճիշտ պարզաբանվել է անգամ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների ընտրության հարցը եւ ծագումնաբանությունը։ Բանը ասավ նրան, որ ազգային ժողովի նախագահը անձամբ հրապարակեց իր պահարանի հագած կոշիկները։ Դուք հասկանում եք, մենք ինչ շրիշակայի ճակերտավոր ռեալ պոլիտիկի մեջ են գտնվում։ Երեկվանից տարբեր կայքերում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ ԿՊ կուսակիցների հետ գալա միջոցառմանը մասնակցած ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների արժեքը։ Տարբեր հրապարակումներում նշվում է, թե Սիմոնյանը կրում է $1100 արժողությամբ կոշիկներ, զուգահեռ քննարկվում է անգամ մեկ այլ սպորտային կոշիկների արժեք, նշվում է 1600 եվրոն։ Ամեն դեպքում քննադատությունների արձագանքի այս կիզակետում հայտնվում է ինձ ինքը Սիմոնյանը եւ կրկին հանդես գալիս Facebook-յան գրառմամբ, մեջբերում եմ։
Երկիրը 30 տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ։ Ես ոչ $1100, ոչ 1600 եվրոյանոց կոշիկներ չունեմ։ Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի $1400 iPhone-ները եւ քննարկում են ազգային ժողովի նախագահի իբր $1100 կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի աուտլետներից եւ Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին հաղթանակ է տարել Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում եւ դառնալու է երկրի հաջորդ վարչապետը։ Քարնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։ Ֆինանսների նախկին նախարար եւ խորհրդարանի պատգամավոր Քրիստիա Ֆրիլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել, հավաքելով ձայների 8%-ը։ Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար եւ խորհրդարանի պատգամավոր Կարինա Գուլդը ձայների 3.2%-ով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մոնրեալից ձեռնարկատեր եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը 4-րդ տեղում է։ Քարնին երբեք ընտրովի պաշտոն չի զբաղեցրել եւ ներկայում խորհրդարանի անդամ չէ։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ կլքի վարչապետի պաշտոնը հենց կուսակցությունը իրեն փոխարինող գտնի։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հայտարարել է, որ որևէ կողմի թույլ չի տա խախտել իր երկրի ազգային միասնությունը կամ խաթարել քաղաքացիական խաղաղությունը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ։ Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ մարտի 6-ին լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք ըստ նրանց կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի եւ պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի 250 կողմնակից եւ 830 խաղաղ բնակիչ։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից շտապ խորհրդակցություններ են պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Դիվանագետն ակնկալում է, որ Դանիայի խորհրդի նախագահությունը խորհրդակցությունները կնշանակի մարտի 10-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Նա հավելել է, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրենք մեր միջուկային էներգիայի ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման եւ թափանցիկության ձևավորման ուղիները անօրինական պատժամիջոցների չեղարկման դիմաց, նշել է Աբբաս Արաղչին։ Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը նամակ չի ստացել ԱՄՆ-ից Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ Երևանի եւ այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների եւ ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխարինելու խնդրի լուծման համար։ Իմ հավատարիմ հեռուստադիտողները իդեպ կփաստեն, որ թե Լոս Անջելեսում աշխատելու տարիներին եւ թե այստեղ հայաստանյան եթերում ես բազմիցս խոսել եմ այս մեծ խնդրի մասին, անընդունելի խնդրի մասին եւ իրապես ամոթալի համարելով այն փաստը, որ ով ասես, երբ ասես, ինչպես ասես, բարձր միացնում է երաժշտությունը եւ առանց որևէ պատասխանատվության շրջում է փողոցներում ահաբեկելով ազգաբնակչությանը եւ ոչ միայն եւ առանց որևէ մեծամտության ես շատ ուրախ եմ, որ կարծես բարձր ատյաններում արդեն գործուն քայլեր են նախապատրաստում։ Վերադառնալով Ալեն Սիմոնյանի գրառմանը, Երևանում եւ մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամին
ինչպես նաև խլացուցիչների փոխարինումը ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենա ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգերի եւ ազդանշանի առգրավմամբ զուգորդված բարձր տուգանքով։ Տելեգրամի իր ալիքում գրում է Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով արդեն մեկնարկ է տրվել աշխատանքներին եւ համապատասխան օրենսդրական կարգավորման ուղղությամբ քննարկումներ են իրականացվում խորհրդակցություններ իր գործընկերների հետ։ Շարունակում են քննարկումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամնիամ Ջանշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այս մասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, միաժամանակ շնորհակալություն հայտնելով հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար։ Մենք բեղմնավոր քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ, անդրադառնալով մեր ձեռք բերված նշանակալի առաջընթացին եւ նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները, գրում է Միրզոյանը, գոհունակություն հայտնելով գործընկերոջ հետ քննարկման վերաբերյալ նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, ողջունելով հայկական պատվիրակությանը Դելիում։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը մանրամասնում է, որ հանդիպանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի եւ մշակույթի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Մեջբերեմ նախարարի խոսքը, մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ եւ տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ, ամփոփել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել, որում ակնհայտ նկատելի է նրա չափազանց հյուծված տեսքն ու վիճակը։ Այս դատաքննության ընթացքում խոսք է տրամադրվում հորինված վկաների, որոնք ցուցմունքներ են տալիս, որոնք իբր հավաստում են Ռուբեն Վարդանյանի մեղավորությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին Բաքվում ընթացած շինծու դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հիշեցնենք, որ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ է հայտարարել։ Ադրբեջանը, հիշեցնենք, Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման եւ Ադրբեջանի քրեական օրենքի այլ հոդվածներով։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործը անջատված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության եւ քաղաքացիական անձանց ընդհանուր գործերից, դատաքննությունը անցկացվում է առանձին։ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայացավ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։ Պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման եւ մասնակի հրադադարի վերաբերյալ ուկրաինական առաջարկի մասին։ ԱՄՆ-ն ներկայացնում էր պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վուլցը։ Ուկրաինական կողմից նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էր, արտգործնախարար Անդրեյ Սիփան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Երմակը հանդիպումից առաջ ընդգծել էր, որ Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա բանակցություններին շատ բաց է տրամադրված։ Երմակը հավելել էր, որ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքները շատ կարևոր են, որպիսի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանը չկարողանա կրկին հարձակվել, սակայն ընդգծել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցային գործընթացի սկսելն էր։ Երմակը հրաժարվել է նշել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով Ջիդա քաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ Գահաժառանգ արքայազնը եւ պետքարտուղարը դիտարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար գործադրվող ջանքերը։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Ջիդա քաղաքում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձությունները եւ հանգամանքները։ Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի։ Զելենսկին Սաուդյան Արաբիայի ժամանել մարտի 10-ին։ Նա բանակցություններից անմիջապես հետո հեռացել է Ջիդայից եւ չի մասնակցել ամերիկա-ուկրաինական բանակցություններին։ Այսօր բարձրաստիճան հյուրեր ունենք մեր քաղաքում, Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելտկամպի գլխավորությամբ պատվիրակությունը, օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ եւ երկկողմ եւ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի կարևոր թեմաներ։ Ավելի վաղ Կասպար Վելտկամպը գրառում էր կատարել Հայաստան այցի մասին, մեջբերում եմ իր խոսքը։ Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան եւ հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, մեր առաջնահերթությունն է հետագա ներդրումներ կատարել մեր երկկողմ եւ եվրոպական համագործակցության մեջ։ Պաշտոնապես կբացեմ նաեւ Նիդերլանդների դեսպանատունը Երևանում X-ի միկրոբլոգում, գրել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը։ Նիդերլանդներ Հայաստան համագործակցության կարևոր մի շարք փաստաթղթեր են ստորագրվում, որի թվում թերևս ամենակարևորը Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական համագործակցության հռչակագիրն է։ Իդեպ այս փաստաթղթերի մասին խոսելիս Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ հաճախ չէ, որ Նիդերլանդները այսպիսի փաստաթուղթ է ստորագրում, սա ցույց է տալիս նվիրումը, որ ունենք Հայաստանի հանդեպ, նշում է նախարարը։ Նիդերլանդները մեծապես կարևորում է այն գործընկերությունը, որ ունենք Հայաստանի հետ, որը արտացոլվում է այն փաստաթղթերում, որ մեկս մյուսի հետ ստորագրում ենք, ամրապնդելու մեր կապերը Հայաստանի եւ Հայաստանի կառավարության հետ։ Շատ ուրախ եմ տեսնելու այս երկկողմանի նվիրվածությունը, նվիրումը Հայաստանի հետ, այսօր եւս մեկ անգամ դրա վառ ապացույցներ այն քննարկումը, որն ունեցանք նախարար Միրզոյանի հետ, որտեղ մեկ անգամ եւս նշեցինք այն հավանությունը, որ մենք ունենք ամրապնդելու մեր դիվանագիտական կապերը, նշում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը։ Եվ իհարկե հարց է առաջանում, ինչ է ներառում Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այսպիսով, Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության եւ իրավունքի գերակայության խթանում եւ մարդկանց միջև շփումներ։ Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ, խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային, նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։ Ի թիվս այլ ոլորտների, որպես ռազմավարական գործընկերության էական բաղադրիչներ, կրկին հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կուզեի ընդգծել կիբերդիմակայունության ամրապնդման եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարեւորությունը, սա իհարկե միայն Հայաստանի եւ Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է նաեւ վերաբերում է Հայաստան եւ ամբողջ Եվրոպական միություն համագործակցությունը, երկխոսությունը։ Շարունակելով Եվրոպական միության հետ համագործակցության թեման, նշեմ, որ նախարար Վելտկամպի հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը եւ առհասարակ մեր միջև գործընկերության խորացման հեռանկարները եւ
աջակցությունը Հայաստանի ջանքերին այս համատեքստում։ Իդեպ նախարարների հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը անդրադառնալով Հայաստանի Ադրբեջանի հետ քննարկվող հարցերի շրջանակներին նշեց, որ Բաքվի հետ քննարկվում է միջազգային ատյաններում միմյանց դեմ վճիռներից հրաժարվելու հարցը։ Իրականում կարծում եմ, որ ձեր բարձրացրած հարցերի պատասխանները կարող ենք հենց հարցի ձևակերպումների մեջ գտնել։ Երևույթները, որոնք դուք նշեցիք, եւ մի շարք այլ հարցեր, քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում եւ հետեւաբար, եթե համաձայնեցվում են, կարող են եւ պարտադիր պետք է կիրառվեն պայմանագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։ Այո, մենք քննարկում ենք նաեւ այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին 3-րդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը եւ եթե համաձայնվեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի, 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք եւ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման, համաձայնեցման ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Իդեպ նշենք, որ ստորագրված փաստաթղթում անդրադարձ կա նաև կիբերդիմակայունության ամրապնդման եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարեւորության մասին, ըստ նախարար Միրզոյանի, սա միայն Հայաստանի եւ Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է եւ վերաբերում է Հայաստանի եւ ամբողջ Եվրոպական միության երկխոսությանը նույնպես։ Նախարարները քննարկել են նաև Հայաստան-Եվրոմիություն նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ գործառույթները, գործընկերության խորացման հեռանկարները եւ այս համատեքստում աջակցությունը Հայաստանի ջանքերին։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, կարծում եմ ընդհանուր առմամբ պատասխանել եմ այդ հարցին, խնդրում եմ վստահ եղեք։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Նիդերլանդներից եւ ԵՄ-ի կողմից մենք կշարունակենք մեր ուշադրությունը սևեռելու այս հարցի շուրջ եւ շարունակում ենք հավատալ, որ գերիները պետք է վարվեն լավ եւ արդար դատավարության իրավունքները նրանց պետք է պահպանվեն։ Այս հարցը մենք այո կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում։ Այս հարցի շուրջ չեմ ընդայնի ես այս հարցը, քանի որ բայց իմացեք, որ սա մի հարց է, որին մենք մեր ուշադրությունը սևեռում ենք։ Վստահ եղեք, շնորհակալ եմ։ Ընդհանանք առաջ, Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդները Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների, 23 հայ քրիստոնյաների եւ 1 կրոնափող ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար։ Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն տևական ժամանակ, ինչի հետևանքով առողջական վիճակը արագ վատանում է։ Իրենց ուղերձում ստորագրողները վկայակոչում են խոշտանգումների եւ շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդագրությունները, ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար եւ որ արագ գործողություններ են անհրաժեշտ փրկելու քրիստոնյաների կյանքը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանք է ներկայացվել։ Այսպիսով Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքը Իսակովի պողոտայի եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ է եւ նախաձեռնվել է քրեական վարույթ, որով Սերժ Սարգսյանը մեղադրվում է 18 դրվագի խոշոր չափերի հափշտակության, 2 դրվագով խոշոր չափի փողերի լվացման, իսկ 3 դրվագով այն օժանդակելու մեջ։ Այսպիսով Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Մենք հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրյալ է նաև պետբյուջեից
մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար Առաջինատյանի դատարանի վճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո չեղարկել է Ուկրաինային ռազմական օգնության եւ հետախուզական տվյալների տրամադրման դադարեցումը, իսկ Կիևը հայտնել է, որ պատրաստ է 30-օրյա հրադադարի, եթե Մոսկվան դրան համաձայնություն տա։ ԱՄՆ վարչակազմը ռազմական օգնությունը դադարեցնելու եւ հետախուզական տվյալների տրամադրումը կասեցնելու որոշում էր կայացրել փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը գլխավորում էր Ջիդայում ԱՄՆ պատվիրակությունը, հայտնել է, որ Վաշինգտոնը հրադադարի առաջարկը կներկայացնի Մոսկվային։ Թրամփը իր հերթին հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պլանավորում է խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ որ զրույցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Եվրահանձնաժողովն արագ եւ համաչափ հակամիջոցներ է ձեռնարկում Եվրամիություն ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման համար ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի։ Ըստ փաստաթղթի ի պատասխան ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի, որոնք տարածվում են Եվրամիության ավելի քան 18 միլիարդ եվրոյի արտահանման վրա, Եվրահանձնաժողովը գործարկում է նոր հակամիջոցների փաթեթ ամերիկյան արտահանման նկատմամբ։ Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլից անդամ պետությունների եւ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո։ Եվրամիության պատասխան միջոցները եվրոպական պողպատի եւ ալյումինի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի դեմ կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած պահի Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում։ Արտերկրից պողպատի եւ ալյումինի բոլոր մատակարարումների, ներառյալ Եվրամիությունից ներմուծումների համար 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ուժի մեջ է մտել այսօր մարտի 12-ին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանող պլանի մշակմանը։ Նաև հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից եւ նրա հնարավորություններից։ Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3.2 միլիոն դոլար պետական միջոցների յուրացման մեջ եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Նա նաեւ 3 տարի ժամկետով զրկվել է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Սաակաշվիլին ներկա չի եղել դատավճիռի հրապարակմանը եւ չի միացել տեսակոնֆերանսի միջոցով։ Հիշեցնենք, Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական միջոցները յուրացնելու համար։ Գլխավոր դատախազության տվյալներով այդ գումարի զգալի մասը ծախսվել է քաղաքական գործչի անձնական կարիքների համար։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան, բայց ձերբակալվել է, ինչից հետո նրան առաջադրվել է նոր մեղադրանք սահմանի ապօրինի հատում։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ էլ նա այժմ գտնվում է։ Եվրոխորհրդարանը այսօր բանաձև ընդունեց Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայներով։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը եւ նրանց դեմ շինծու դատավարությունը վերարտադրության բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների դեմ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել։ Խորը մտահոգություն է հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ կոչի անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Բանաձևը Ադրբեջանի իշխանություններին կոչի անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ Բանաձևի ամբողջական բովանդակությունը հասանելի է առցանց։ Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։
Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում 2 ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի օրը։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այնտեղ միայն ինձ չեն դատում, դատում էին բոլոր հայերին եւ հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ, նշել է Վարդանյանը։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմեթ Հաջիևը անդրադարձել է Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայերի դատավարությանը։ Վերջինս հայտարարել է, որ թե Հայաստանը եթե խաղաղություն է ցանկանում, իբր պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ։ Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել Ադրբեջանի դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ասել է Հաջիևը, պնդելով, որ Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելը իրենց համար անընդունելի է։ Հաջիևը հավատարիմ իրականությունը հերքելու ադրբեջանական վաղեմի սովորությանը հավելել է, որ դատավարության դեմ Հայաստանի արշավը անհիմն է։ Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ քաղաքական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հնարածին հանցանքների մեջ։ Այս ամենի ֆոնին խոսել է նաև Ալիևը, հայտարարելով, որ իրենք պատրաստ են խաղաղության Հարավային Կովկասում։ Այս մասին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր խոսքում հայտնել է Ադրբեջանի նախագահը։ Վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի հեղինակն է։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասը արդեն համաձայնեցված է։ Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Մեդիատուրի ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, Օրբելի վերլուծական կենտրոնի համագործակցությամբ մարտի 10-ից 12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։ Մեդիատուրի մասնակիցները այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Երեք երեկոյից սկսած, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտում են եւ ամբողջությամբ տեքստը շուտով կհրապարակվի, աշխարհի տարբեր անկյուններից հնչել են ողջույնի խոսքեր։ Եվրոմիության դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջիններից էր ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հայտարարությունը խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարվա ընթացքում այս ուղղությամբ տարած համառ աշխատանքի համար, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության
Ադրբեջան մասնակցությամբ։ Եվրոմիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթում տեքստի վերջնական լրամշակման համար։ Այս հայտարարությունները վճռորոշ քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության ճանապարհին։ Կարևոր է պահպանել դինամիկան եւ ապահովել գործընթացի սահուն ավարտը, օգտագործելով երկու կողմի նույն հեռատես ու փոխզիջումային մոտեցումը, ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նաեւ ընդգծված է, որ Եվրոմիությունը լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն եւ փորձագիտական գիտելիքներ, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Ալիևին շնորհավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Անկեղծ շնորհավորանքներս Փաշինյանին եւ Ալիևին Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Դա վճռական քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես ձեզ կոչ չեմ անում հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Եվրոմիությունը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ձեռքբերման ուղղված հետագա բոլոր քայլերին, գրել է Եվրոխորհրդի նախագահը X-ի իր էջում։ Իսկ ահա մեզ մոտ այսօր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստն էր ընթանում, որի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել ու պատասխանել է երեկվա հայտարարություններից հետո հանրության շրջանում հայտնված մտահոգություններին ու շահարկումներին։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները։ Սկսեցին որպես ճշմարտություն, որպես համաձայնագրի մաս ներկայացնել բաներ, որոնք իրանց աշկով տեսել են, որ այդ համաձայնագրում չկա։ Այս ոչ մի կերպ ես չեմ կարող հասկանամ եւ ոչ մի բանով այլ բաներ կարելի է չիմանալով բացատրել։ Սա հստակ խոսում է չարական միտուման, չարամտության մասին։ Այսինքն ո՞նց կարաս դու գնաս կամ քո ընկերը, որը կարդացել է գալիս է քեզ պատմում է ինչ-որ բաներ, դու գնաս մյուս օր օրինակ Աժամբյոնից կամ Հանրավակի ժամանակ, ասես որ այդ համաձայնագրում կա, չգիտեմ, Զանգեզուրի միջանցք, այն ինչ այդ համաձայնագրում չկա ընդհանրապես ոչ մի այդպիսի բան։ Հիմա ոնց մեզ հետևող հարգելի քաղաքացիները մտածեն, որ ձեր քաղաքական ուժը ազնիվ է իր մղումներում։ Ոնց հավատան ձեզ։ Հիմա նստած ենք, դուք ասում եք կա Զանգեզուրի միջանցք, ես ասում եմ չկա Զանգեզուրի միջանցք։ Չգիտեմ ինչ ժամկետ հետո այդ թուղթն էլ կբացվի, վերջ մարդիկ կկարդան, այդ կա թե չկա։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չունեն։ Ուզում եմ շատ ուղղակի ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ այնտեղ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում եւ անկեղծ ասած չեմ տեսնում նաեւ Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը։ Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց բնորան, իրենց տներ վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Եվ անկեղծ ասած, չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ։ Դուք ասեցիք երբեք օկուպացված բառը Ղարաբաղի մասին չի օգտագործվել, Ղարաբաղի մասին օկուպացված բառը սկսել է օգտագործվել Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո։ Հիմա ես պիտի շնորհակալություն տամ ձեզ, հայտնեմ ձեզ ինձ հնարավորությունը տալու համար, ուրեմն մոռացել եք, որ Ադրբեջանը 30 տարի ասում է բոլոր հնարավոր հարթակներով, որ իրենց տարածքների 20%-ը օկուպացված է։ Մոռացել եք, որ օկուպացված բառը տեղ է գտել նաև բանակցային փաստաթղթերում այն շրջանում, երբ որ ձեր սիրած առաջնորդները կամ ձեր քաղաքական ուժը մասնակցություն ա եղել է իշխանության ղեկին։ Մոռացել եք, որ այդ շրջանի ձեր արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված էր հայ հանրությանը բացատրել, որ օկուպայտը Զուքանի վրա գրած ինքնաթիռներում նշանակում է զբաղեցրած, այդքանը չի նշանակում օկուպացված։
Հենց որ առաջարկում եմ կրկին ու կրկին առանց հոգնելու մեզ հետևող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թյուրիմացության մեջ չգցել եւ ներկայացնել ամբողջ եւ իրական ճշմարտությունը։ Երբ այլևս չի լինի Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը, Արարատ Միրզոյանն է պարզաբանել։ Մինսկի խումբը նաև գիտեմ, որ կհարցնեք հետաքրքիր է։ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Արարատ Միրզոյանը նշում է նաեւ, որ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները ավարտելու մասին երեկվա հայտարարությունից հետո հանրության շրջանում եղել են մտահոգություններ ու շահարկումներ, որոնց մեծ մասը կեղծ են։ Հարցերը պարզաբանելուց հետո Միրզոյանը անդրադարձավ նաև պատմական գնահատականներին։ Դուք բոլորդ իզնից լավ գիտեք։ Այդ ես եմ նոր իմացել վերջերս։ Դուք լավ գիտեք, որ այդ հարցը պիտի լուծած լինեիք այն ժամանակ։ 95 թվին ավելի լավ հնարավորություն կար, քան 97, 97-ին ավելի, քան 2000, 2000-ին ավելի, քան 2004-ին, 2004-ին ավելի լավ, քան 2007-ին, 2007-ին ավելի լավ, քան 2012-ին, 2018-ին էլ իր հերթին։ Հələ լսեք, ինչ եմ ասում, դուք էլի բան եք անում, ասում կապ չունի, դաշնակ, քաղաքացիական պայմանագիր, Քոչարյան, դաշնակցություն, Քոչարյան, Սերժ, Փաշինյան, ես ուրիշ բան եմ ասում։ Այդ հարցը պետք է լուծած լիներ։ Այդ հարցի շարունակական չլուծումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորումը էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, լավ ուրիշ ինչ ասենք, որ ուշքի գանք։ Ես ուրիշ բան եմ, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրելու, չէ, այս ռազմավարությանն ասում, ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրման պատրաստ փաստաթղթին, ասենց խոսում եք, կբացվի, օրը կգա, այդ փաստաթղթը ձերից ձեր կբացվի, գոնե այն վաղ հուսով եմ կխոստովանեք, կամ ակեք պայմանավորենք, որ եթե անձնապես, չէ, Եթե կարդաք եւ պարզվի, որ իսկապես համաձայն եք, հրապարակային կանգնեք ասեք, որ ստեղ Հայաստանի Հանրապետության շահերից չբխող ոչինչ չկա։ Ինչ որ գրած է, հավասարապես, եթե ձեռնտու է Ադրբեջանի, ձեռնտու է նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված Միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա երկկողմ պարտավորվածություն համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։